Ժամանակին նույն սահմանադրական դատարանն է, չգիտեմ, Քոչարյանի սահմանադրական դատարանն էր, Քոչարյանը չգիտի սահմանադրական դատարանը ոնց է որոշումներ ընդունում, ոնց ասում են, այդպես էլ ընդունում է։ Ինչի Հայաստանում կա սահմանադրական դատարան անկախ մի դատական մարմին, չէ, չկա։ Այսպիսի խաղաղ էնշպիլ ընտրություններում, հա, վերջնախաղ, ուրեմն կարելի է շատ քիչ դեպքերում հիշել։ Հայաստանում սովորաբար ժողովուրդը դուրս էր գալիս դժգոհությունը հայտնելու։ Դա նշանակում է, որ խաղում են կրկես, ժողովրդին շարունակում են խաբել, ոնց որ խաբեցին նախընտրական շրջանում, որ հայ, հեսա 3 օրից հետո Նիկոլը գնալու է, 3 օրից հետո էլ ինչ եք Նիկոլին հարց տալիս, չէ՞, բանը, Նարեկը, այտենց վստահ ասում էր, բայց իր վստահությունը ուր կորավ։ Ու նախ եւ առաջ 350,000 ընտրողները դա չի նշանակում, որ դրանք բոլորը կողմնակից են Կարապետյանին, շատերը այդ մարդկանցից մի մասին ես ճանաչում եմ, ձայն են տվել, այսպես ասած, ճարահատյալ, հա, Ռոբերտ Քոչարյանին համարում էին էլ ավելի, այսպես ասած, մեծ հանցագործ, բանա, ուրիշ, այսպես ասած, անցողիկ ուժ չէին տեսնում, չէին ուզում ձայները փոշիացնեին, Նիկոլի դեմ քվեարկելու համար ճարահատյալ տվել են Կարապետյանին, դրանք շատերը նրանցից Կարապետյանի կողմնակիցները չեն։ Պետք է հարց տալիս, Քոչարյանը ինչ հեղափոխություն էր ուզում անել, օրինակ, ինչ պետք է հեղափոխեին։ Եթե մենակ հեղափոխությունը նրանումն է, որ պետք է գցեին Նիկոլին, դա հեղափոխություն չի, դա հեղաշրջում է։ Հեղափոխությունն այն է, երբ որ փոխվում է ֆորմացիա, տնտեսական ֆորմացիա, քաղաքական ֆորմացիա։ Քոչարյանը ոչ Արցախի հարցով հստակ ասեց ինչ անելու, ոչ սոցիալական հարցերով ասեց ինչ անելու, ոչ աշխարհի քաղաքական հարցերով։ Թրամփի միջանցքն էլ ասեց շատ լավ միջանցք կա։ Ժողովուրդը ընդհանրապես այսօր Հայաստանում ժողովուրդը չի ուզում օլիգարխներ տեսնի։ Օլիգարխներից հոգնել է, ֆեոդալներից հոգնել է։